2012 սահմանապատ Ջոկատի վարորդ Արա Աթոյանի ցուցմունքն էականորեն չէր տարբերվում իր ծառայակից ընկերների դատարանում տված ցուցմունքներից։ Ըստ էության նրա պատմածները գործի հանգամանքների վրա որևէ լույս չսփռեցին։ Վկայի խոսքերով դեպքի օրը եղել է Պայանդորի ուղեկալում, երբ կեսգիշերից 10 րոպե անց ահազանգ է ստացվել, որ հարկավոր է շտապ մեկնել հայ-թուրքական սահման։ Հասնելով նշված վայր մեքենայից իջել է ու մոտ կես ժամ տեղում կանգնել։ Մոտ 30-ից 40 մետր հեռավորության վրա ինչ-որ մարդկանց է տեսել, բայց քանի որ մութ է եղել, որևէ մեկին դեմքով չի ճանաչել։ Դուք մեքենայից իջաք ու գնաք։ Կանգնել եք ու մինչև վերջ կանգնած մնացել եք մեքենայի մոտ։ Տերնակովին տեսել եք։ Չեք տեսել, ում եք տեսել։ Տուժողի իրավահաջորդների հարցերի մեծ մասին վկան չէր պատասխանում, պատճառաբանելով, որ դա ծառայողական գաղտնիք է։ Ի տարբերություն այս վկայի բավականին երկար տևեց գործով մյուս վկա 2012 սահմանապահ Զորամասի հրամանատարի տեղակալ Սերգեյ Մերժլիկինի հարցաքննությունը։ Նա դատարանում պատմեց, որ հունվարի 12-ի գիշերը ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունից տեղեկացել է, որ հերթապահության հենակետից զինծառայող է փախուստի դիմել։ Նրանից խնդրել են հետախուզում իրականացնելու համար տրամադրել ծառայողական շուն։ Мы поставили собаку на след. Взяли для образца запахового следа его каску, которую он оставил на месте. И вели поиск по запаховому следу и по явным следам, которые оставались на отдельных участках снежного покрова. Ինչպես մյուս վկաների ցուցմունքներում է նշվում, ծառայողական շունը հետքերով գնացել է ինչ-որ տան մոտ եւ հետքը կորցրել, որից հետո շանը ետ են ուղարկել ուղեկալ։ Սերգեյ Մերժլիկինն ինքն էլ վերադարձել է Զորամաս։ Այնուհետև սահմանի մոտից իրեն է զանգել սպա Միխայել Խաչատրյանը ու հայտնել, որ ուղեկալի թիկունքում տեսնում են լապտերի լույս։ Մինչ վկան կհասներ ուղեկալ, Խաչատրյանն իրեն հայտնել է, որ իրենց մոտեցող անհայտ անձը քաղաքացիական հագուստով է եւ արտաքին տվյալներով нման է փնտրվող Բերմյակովին։ Прибыв на место задержания, он лежал связанный. Мы его обыскали. Достали все, что у него было вещи, сложили в отдельный пакет. Доложили о том, что он похож на Пермякова. И по кратчайшему маршруту доставили его в пограничный отряд. Для проведения опознания, так как документов у него не было. Պետմեղադրողի հարցին, թե արդյոք նախքան Բերմյակովին ձերբակալելը ոստիկանությանը տեղյակ է պահվել այդ մասին, վկան պատասխանեց, որ այդ պահին իրենք հայտնաբերել էին առանց փաստաթղթի մի անձի, ում ինքնությունը պարզելու համար վերջինիս տեղափոխել են իր աշխատասենյակ, որտեղ հայ իրավապահներն արդեն ներկա են գտնվել։ Այդ ժամանակ ոստիկանությանը դուք տեղյակ պահել եք։ Решите отвечать. Знаете, в тот день, когда я выдвинулся, мне оповестил об этом командир 102-й Нагвады. Я поставил задачу на движение, на прибытие вожатого с собакой. Выехав их встречать, я встретился с командиром базы и начальником штаба возле стадиона Ширак. Начальник штаба и командир базы. Я сразу же спросил, известно ли полиции о том, что сбежал солдат? Они мне тут же сказали, что полиция в известность уже поставлена. Причем ответил как командир базы, так и его начальник штаба. Հատկանշական է, որ վկան իր ցուցմունքում նշում էր, որ Բերմյակովին ձերբակալելուց 2 օր անց է հեռուստատեսությամբ իմացել, որ նա ըստ քրեական գործի սպանություն է կատարել։ А на тот момент никто не знал, кто совершил убийство. Это стало известно через 2 дня. И об этом было сказано в прессе. А до того момента, пока его не задержали, не опознали, и потом под уликами не было доказано, он подозреваемый, что он был подозреваемым в убийстве, мы об этом тоже не имели права подозревать. Вернее, как знали, догадывались, что может быть это он. Но ни в коем случае мы разыскиваем лицо, похожее на Пермякова. Документов при себе у него не было.
Ինչ վիճակում էր ձերբակալման պահին Պերմյակովը տուժողի իրավահաջորդների հարցին ի պատասխան Մերզլիկինը նշեց, որ նա վախենում էր եւ չէր ընդդիմանում, բայց որ իրեն ձերբակալում էին, դա լավ էր հասկանում։ Դատարանում այսօր ցուցմունք տվեց սահմանապահ զորամասի եւս 2 ներկայացուցիչ։ Մարինե Տերբինյան, Կարապետ Առաքելյան, Օրագիծ։